Նինոց-Մինդայի մունիցիպալիտետի Ավագանիում մարտի 5-ից մինչև մարտի 10-ը կանցկացվեն քաղաքապետարանի կառուցվածքային միավորների, ինչպես նաև մունիցիպալիտետի կողմից ստեղծված իրավաբանական անձերի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների լսումները։ Այսօր մեր լրատվականը ներկա գտնվեց քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության և քաղաքապետարանի իրավաբանական ծառայության լսումներին։ Ինչպես նշեցիք, արդեն քաղաքացիների հաշվարկի այս թափոնների կառավարման համար տեսեք ինչ է 17 թվականից ենք սկսել այս ներմուծվելը մեր մոտ Նինոց-Մինդայի մունիցիպալիտետում քաղաքացիներից հավաքել թափոնների համար հարկը։ Այդ փողը հավաքվում է, ինչպես տեղյակ եք, էլեկտրոէներգիայի կազմակերպության Էներգոջորջայի հետ համատեղ օգնությամբ եւ այդ ցուցակը մեզ ներկայացնում տվյալ գյուղի մասնագետները, այսինքն այսպես կոչված գյուղապետները։ Քանի որ անհնար է տեղում նստած մենք չենք կարող քանակի մասին, բնակչության քանակի մասին, դրա համար մենք պահանջում ենք ցուցակները, պահանջվել այն ժամանակ ցուցակները տվյալ գյուղի բնակչության քանակի մասին եւ ընտանիքի անդամների մասին։ Տեղեկացնեմ, որ բյուջետային օրենսդրության 86-րդ եւ 87-րդ հոդվածների համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա մինչև փետրվար ամսվա վերջ մունիցիպալիտետի ղեկավարությունը, այսինքն գործադիր մարմինը, սագրեբուլո է ներկայացնելու նախորդ տարվա տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվություն։ Ահավասիկ այդ ռեժիմին խիստ համապատասխան քաղաքապետարանը ներկայացրել է սագրեբուլո 2025 թվականի մունիցիպալ բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը եւ մարտի 5-ից 11-ը ներառյալ Սագրեբուլոն նախագահի աշխատանքային խմբի միջոցով ստեղծած գրաֆիկին համաձայն կազմակերպվել է շահագրգիռ քննարկումներ բոլոր ծառայությունների, այն հիմնարդյունությունների հաշվետվությունների քննարկում եւ գնահատականի տրում, որոնք սնվում են մունիցիպալ բյուջեից։ Այսօր մոտ 5 կազմակերպություն եւ ծառայություն նախատեսված է կազմակերպելու քննարկումները, անցնում է շահագրգիռ քննարկումներ, բոլոր պատգամավորները ներգրավված են համապատասխան գործառույթի մեջ, ծառայության պետերը եւ հիմնարդյունությունների ղեկավարները պատշաճկերպով կազմակերպել են իրենց հաշվետվությունները, այնպես որ բնականով օրենսդրությանը համապատասխան ընթանում են շահագրգիռ քննարկումներ։ 25 թվին ներկայացուցած է, օրինակ 3 հատ ներկայացուցել են շտրաֆներուն հետ կապված, այդ տենդերներուն որ շտրաֆել են, ու այնտեղ առևտրներուն հետ կապված հիմնական դատերը միջոցով են կապված, հաղա ներկայացուցած է Общий գնով այստեղ 134,700 գիներ այդ հայցերում 3 հայցին մեկ արդեն բավարարվել է, կակրաս նոր ենք ստացել որոշումը, մի սպասեմ որ ուժի մեջ մտնի արդեն Ճամփել իսպալնենիայի առենդին հետ կապված դատը մեր օգտին վերջացավ 40,000 լարով չափով մոտավորապես չեր ուծե Ճամփել իրադարան, հիմա արդեն Ճամփել իսպալնենիայի մեգալերգուս